Լուիզա Ղամբարյանը մշտապես եղել է այն դերասանուհիներից, ով բավականին խիտ գրաֆիկով է աշխատում։ Ներկայումս էլ Լուիզա Ղամբարյանը ներգրավված է թե հեռուստատեսային նախագծերում, թե թատերական ներկայացումներում, զբաղվում է նաև հանդիսավարական գործունեությամբ։ Եվ ահա օրերս նա ինստագրամյան իր էջի սթորի բաժնում կիսվել էր հրապարակմամբ, որտեղ ներկայացումից հետո արժանանում են դահլիճի բուռն ծափահարություններին։ Տվյալ ներկայացման մեջ Լուիզա Ղամբարյանի խաղընկերը դերասան Հրաչյա Հարությունյանն է։ Հրապարակած հոլովակին կից Լուիզան գրել էր. «Սիրահարված եմ այս մթնոլորտին»։ Նշենք, որ իր տված հարցազրույցներից մեկում Լուիզա Ղամբարյանն անդրադարձել էր մի շարք հետաքրքիր թեմաների։ Մանկությանս տարիների մասին ինձ հիշեցնում են լրագրողներն ու աղջիկս։ Ես ապրում եմ ներկայով եւ մտածում ապագայի մասին։ Այնուամենայնիվ մանկությունից լավ հիշողություններ ունեմ, շատ ուրախ զվարթ օրեր էին, որոնք կապված էին արվեստի, պոեզիայի ու երաժշտության հետ։ Իմ հայրը դերասան չդարձավ, բայց իր հոգու խորքում միշտ եղել է արտիստ։ Նա մեզ սովորեցնում էր հայ-ռուս դասականների բանաստեղծություններ։ Մեր տանը կազմակերպում էինք հանդեսներ հորս գլխավորությամբ։ Մանկությունս ասոցացվում է լավ մարդկանց հետ, որոնք նստում էին սեղանի շուրջ, պատմում տարբեր պատմություններ։ Մանկության տարիներից միայն լավ հիշողություններ են, նույնը չէի ասի պատանեկության տարիների մասին։ Պատանեկությունս համընկավ 88-ի շարժման և դրան հետևած դժվար տարիների հետ։ Հիշում եմ, հայրս ստեղծագործ, կյանքը մի գաղափարի համար ապրած և սերունդներ կրթած մարդ գնում էր այգու ծառեր ներկտրում, որ իր երեխաներին կարողանար տաքացնել։ Երբ ասում էին, որ հորս կորցնելուց հետո ավելի եմ զգալու նրա կարիքը, կարծում էի, թե մարդիկ են ինչ-որ բաներ են խոսում, բայց իսկապես ոչ մի կերպ չեմ կարողանում հարմարվել նրա բացակայությանը։ Ամեն վայրկյան ունեմ նրա կարիքը։ Իմ պապան ոչ միայն կենսաբանական հայր էր, այլև շատ լավ ընկեր, խորհրդատու։ Պատահական չէ, որ ընտրեցի ինձանից տարիքով բավական մեծ ամուսին։ Ես հիմա հասկանում եմ, ինչու առաջ չէի հասկանում։ Հայրս ինձ համար իսկապես իդեալ է եղել։ Ինչ վերաբերում էր թերություններին, միշտ ասում էր, որ ես միայն մեկ թերություն ունեմ՝ անզուսպ եմ, անզուսպ իմ ցանկություններում, իմ բառերի ու էմոցիաների մեջ։ Ասում էր, աշխատիր քո զսպվածության վրա, եղիր ավելի կառավարելի, ավելի զուսպ և համբերատար։ Սա մեղի պես տպավորվել է մեջս։ Ես չեմ սիրում մենակություն, տարիներ առաջ ձգտում էի մենակության, հիմա ոչ, բայց չեմ էլ սիրում շատ ակտիվ, մարդաշատ միջավայր, չունեմ շատ ընկերներ, որովհետև առաջ շատ ունեի, կյանքը մաղեց նրանց։ Նրանք գուցե շատ լավ մարդ են, գուցե ես եմ սխալվել, որ ընկերությունը չշարունակվեց։ Կյանքի դասերը հանգեցրին նրան, որ հիմա ունեմ քիչ, բայց իսկական ընկերներ։ Ժամանակի ազդեցությունը իհարկե շատ մեծ է, թե կնոջ, թե տղամարդու ինքնադրսևորման վրա, բայց մեծ հաշվով կարծում եմ, որ մարդը ինքն է որոշում իր ճակատագիրը, նաև թե ինչպես պետք է հասնի իր ձգտումներին։ Մի լավ խոսք կա՝ ուզում ես լինել երջանիկ, եղիր, թե ինչպես ես հասնում դրան, դա քո գործն է և քո որոշումը։ Մեկի համար դա ցանկացած պատ և բարոյական նորմ քանդելը և ամեն գնով ուզածին հասնելն է, բայց մարդ էլ կա, որի համար հստակ սահմանափակումներ են դրված։ Ասենք նա երբեք չի կարող ուրիշի երջանկության հաշվին կառուցել իր երջանկությունը։ Ես դրական եմ ընկալում տղամարդկանց և առաջին հերթին նրանց մեջ դրական հատկանիշներ եմ փնտրում։ Տղամարդկանց ավելի ընդունում եմ, քան հակառակը։ Կան կանայք, ովքեր տղամարդկանց մեջ տեսնում են հակառակորդի, որսորդի կամ շան։ Կարծում եմ, այդպիսի կանանց կյանքում ինչ-որ բան սխալ է ընթացել։ Ես գնահատում եմ տղամարդկանց, կարևորում եմ նրանց անհրաժեշտությունը կնոջ կյանքում։ Կինը կին է, երբ իր կողքին կա տղամարդ, որի ուսին կարող է հենել գլուխը։ Չեմ սիրում, երբ տղամարդը չունի հումորի զգացողություն, տգետ է, ձեռնփակ, և իհարկե չեմ կարող հանդուրժել ինքնասիրահարված, փառասեր տղամարդկանց։ Իմ դերերը շատ տարբեր են, ինչպես կյանքը ու մարդիկ։ Յուրաքանչյուրն ունի իր խառնվածքն ու ասելիքը։ Կյանքիս յուրաքանչյուր շրջանում այլ կերպ եմ նայում խաղացածս դերին։ Այս տարիքում չեմ կարող նույն կերպ մարմնավորել Ջուլիետին, ինչպես 10 տարի առաջ էի մարմնավորում, իսկ ահա առաջին անգամ 10 տարեկանում եմ բեմ բարձրացել։ Այդ ժամանակ Խնկո-Ապոր գրադարանի թատերախմբի անդամներից էի։ Մեր խմբավարը Երվանդ Օտյանի պիեսների մոտիվներով գրական կոմպոզիցիա էր բեմադրել, որում ընդգրկված էի նաև ես։ Իմ ամենասիրելի դերը խաղացանկումս Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության» կամ 6-րդ պատվիրանը ներկայացման մեջ Այծեմնիկի կերպարն է։
Կուռքեր առհասարակ չունեմ, ինձ բախտ է վիճակվել ունենալ մեծանուն այնպիսի խաղընկերներ, ինչպիսիք են Խորեն Աբրահամյանը, Վլադիմիր Մսրյանը, Արթուր Ութմազյանը եւ այլ։ Այժմ էլ ժամանակակից լավագույն դերասանների հետ եմ հանդես գալիս նույն բեմում, սակայն Մերիլ Սթրիփի հետ մի խորքային ֆիլմում կցանկանայի հանդես գալ։ Ինձ համար ամենաթանկ մրցանակը Լեփլեցուն դահլիճներն ու գնահատող հանդիսատեսն են։ Իմ ամենամտերիմ ընկերուհին, սակայն, այս ոլորտից չէ, բնագավառում էլ շատ լավ գործընկերներ ունեմ, որոնց հետ հիանալի հարաբերությունների մեջ եմ, բայց իմ ուսուցչի Արմեն Խանդիկյանի խոսքը ինձ համար շատ ազդեցիկ ու ծանրակշիռ է։ Իմ բնույթով հայտնի մարդու խառնվածք չունեմ, չեմ սիրում, որ ինձ ճանաչում են, մի փոքր քաշվում եմ ու չեմ կարողանում վայելել պահը։ Հայտնիությունը սահմանափակում է իմ ազատությունը, շատ պարտավորեցնող է, պետք է կարողանաս արդարացնել քեզ վստահող մարդկանց սպասելիքները։ Լուիզան նաև հրապարակմամբ էր հանդես եկել ինստագրամյան իր էջում տեղադրելով լուսանկար, որին կից գրել էր. «Ես հոգնել եմ, ուզում եմ հենվել որևէ մեկին», նշելով, որ դա ներկայացումից մի հատված է։ Չնայած իր ակտիվ դերասանական գործունեությանը գաղտնիք չէ, որ Լուիզայի անձնական կյանքը միշտ առավել շատ է հետաքրքրել հանրությանը։ Իր վերջին հարցազրույցներում դերասանուհին հաճախ է խոսում մայրիկի եւ ամուսնու կորստի մասին, նշելով. «Եվ իմ ամուսինը եւ իմ մայրը ոչ թե նրա համար, որ իմն էին, այլ պարզապես նրանք անուշիկ մարդիկ էին։ Մեր ու բոլոր իրենց ճանաչող մարդկանց կյանքում ցավ ու հետք են թողել։ Իսկ ես ու դուստրս միշտ շատ կապված ենք եղել։ Աղջիկները միշտ պապաների հետ են կապվում, աղջկա ու հոր կապը սերտաճած է, դա ուրիշ հարթության մեջ է։ Բայց Գոգան միշտ այնպես էր անում, որ մենք ավելի շատ շփվեինք, երևի գիտեր ես ու աղջիկս ավելի երկար ենք մնալու միասին։ Չկա այդպիսի օր, որ մենք չհիշենք իրեն, իմ մայրիկին։ Երբ աղջիկս ընդունվեց համալսարան, իր առաջին բառն էր. «Մամ, արի գնանք պապայի մոտ»։ Ամեն ինչ, ինչ խոսում է, ասում է պապան էս կասեր, էն կասեր։ Իր համար դժվար է, տատիկի ջերմությունն էլ չկա, համեղ ուտելիքներն էլ չկան, իր պաշտպանը չկա։ Ես ապրում եմ իմ աղջկանով, իմ հայրենիքով, իմ ցավով ու բեմով։ Լուիզան մեկ անգամ նշել էր, որ շատ կերազեր, որ իր հայրը տեսներ իր հաջողությունները, որոնք ունեցել է կյանքում։ Դերասանուհին ընդգծել էր, որ հիմա ավելի շատ իր մայրիկի հետ է խոսում եւ մայրիկի կարիքն ունի։ Դերասանուհին պատմել էր նաև իր եւ ամուսնու վերջին զրույցի մասին. «Ապրիլի 3-ն էր մի քանի ժամ առաջ իր մահից։ Ինքը ինձ ասաց իմ բարի ու համարձակ Լուիզ։ Գարեջուր ուզեց, տվեցի, գիտեի, որ չի կարելի, բայց տվեցի։ Նստեցինք իրար կողք, փորձեցի ծիծաղեցնել, ինքն էլ փորձեց ծիծաղել։ Մեծերիցս լսել էի մարդիկ մահից առաջ սիրուն անում են, ինքն էլ սիրունացել էր։ Զգացի, որ այդ պահն է գալիս։ Ասաց խոստացիր, որ Գաբիի համար կանես ամենաճաշակով հարսանիքը, իր մոտ ամեն ինչ լավ է լինելու, ինքը կանի ճիշտ ընտրություն։ Ես նրան չեմ կորցրել, նա ներկա է, որովհետև այնքան շատ բան է թողել։ Ես իհարկե դեմ եմ հիշողությունների հետ ապրելուն, այն մարդիկ, ովքեր ապրում են միայն անցյալով, կորցնում են ներկայի զարկերակը, բայց նա այնքան մնայուն բաներ է թողել, արժեքներ, սովորույթներ, խորհուրդներ ու խոսքեր, քանի որ շատ բարի եւ իմաստուն մարդ էր եւ գիտեր, մի օր այնպես է ստացվելու, որ մենք ֆիզիկապես առանց իրեն ենք մնալու, շատ հարցերում ուղղորդում էր մեզ, սովորեցնում։ Այդ իմաստով ես մի քիչ պատրաստ էի, նա կոփում էր ինձ, նա ինձ համար իսկապես կա հիմա, իսկ մնացածն արդեն իմ ապրումներն են, իմ կարոտն է, իմ նրան միշտ վառ հիշելն է։ Չկա օր, որ մենք տանը չհիշենք Գաբիիս հետ եւ չհիշենք ուրախությամբ, որովհետեւ ուրիշ տարբերակ չկա։ Հիշելով մայրիկին, ով նույնպես կյանքից հեռացել է կորոնավիրուսի հետևանքով, Լուիզա Ղամբարյանը շեշտել էր. «Մամաները չեն մահանում, նրանց ուղղակի չենք տեսնում։ Միշտ ասում եմ, այնքան կուզեի մամայի հետ այդքան կապված չլինեի, որովհետև 44 տարի ես ապրեցի մորս հետ մի հարկի տակ, հիմա իմ մայրն էլ է ինձ ուժ տալիս։ Քովիդը բառացիորեն չարիք էր ինձ համար, իմ ընտանիքի համար, բայց քանի որ նրանք երկուսն էլ շատ լուսավոր, միամիտ ու անուշ մարդիկ էին, վստահ եմ, նրանք հիմա շատ լավ տեղում են, ուղղակի ինձ համար է դժվար, ավելի շատ Գաբիի»։ Ամուսնու առաջին կնոջ Սոֆի Դևոյանի եւ նրա ընտանիքի հետ հարաբերությունների մասին խոսելիս Լուիզա Ղամբարյանն ընդգծել էր, որ իրենք մեծ ընտանիք են եւ Գյորգիի մահից հետո ավելի են մտերմացել։ Մենք միշտ եղել ենք բարեկիրթ եւ անկեղծ, որովհետեւ մեզնից ոչ ոք այլևս որևէ ակնկալիք չի ունեցել մեկը մյուսից։ Երբ ես հայտնվել եմ, ամեն ինչ վաղուց արդեն խաղաղությամբ տեղի էր ունեցել, իսկ Սոֆին շատ խոհեմ կին է, ինքնաբավ, կարծում եմ ինքն էլ նույն կարծիքն ունի իմ մասին։ Մենք միմյանց հետ բացառիկ անկեղծ ու սիրալիր հարաբերություններ ունենք։ Կորստից հետո նորից հասկացանք, որ հիմա ավելի քան անհրաժեշտ է միմյանց նեցուկ լինել։ Նա ինձ այնպիսի խորհուրդ է տվել, որը կարող էր տալ միայն սիրող մարդը։